Այս կոհապանական օրվանարիտով կշնորհարեմ ձեզ բոլորդ, որ կարողացաք Տերոջը դունը գալ միասնապար մեր շնորհակալությունները հայտնելու մեր երկնավոր հոր։ Ոչ թե միայն կոհապանական օրվան մեջ դերը պետք է փառավորենք եւ բաշխենք, այլ շատ պատճառներ ունենք ամեն օր դերը բաշխելու համար, ամեն օր մեր շնորհակալությունները հայտնելու համար։ Հոդանգայս պիտի երկենք 591-րդ երգը Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես Տեր։ Մենք ոտքի ենք մեր փոխադարձ ընթերցումը բիդելլա թիվ 18-ը Աստծո սրբությունը Սուրբ, Սուրբ, Սուրբ Տեր Աստված ամենագալ որ էր եւ որ է եւ պիտի գա Օրհնություն ու փառք եւ իմաստություն ու քոհություն եւ բադիվ ու զորություն եւ դարություն մեր Աստծուն հայրյանս հատերից ամեն Մեծ ու զարմանալի են քու գործերդ ով Տեր Աստված ամենագալ Ահա դժվարին ու ճամփաներդ ով կարգավոր սրբոց Տեր ով պիտի չվախնա քեզ մե ու քու անունը չփարավորե
Քանզի բոլոր ասկերը պիտի կան ու քու արջևդ երկրպագություն պիտի անեն։ Արդար ես տուն, որ ես և որ էիր և որ սուրբ ես, որ բի այսպիսի թադաստաններ ըրիր։ Այո, ամենադար Տեր Աստված, ու թադաստանները կհարկան ճշմարիտ են։ Ահա ամբերով գուքա, ու ամեն աչք պիտի տեսնե զանիգա։ Եվ անուն, որ զանիգա խոցեցին, անոր վրա գործ լինեն, երկրի բոլոր ասկերը։ Այո, ամեն, ես եմ ալֆա և օմեգա, գսե Տեր Աստված, որ է և որ է և որ պիտի կա ամենագա։ Դեր օրհնեղ խոսքին ընթերցումը գհրավիրեմ հովիվը, որ մեզ աղոթքով դերոջքահում մոտեցնե։ Գխոնարինք քու մեծափարության դարչև մեր Դերը, մեր Աստվածը, մեր Ստեղծիչը, մեր սեփականատերը Քոհունակությամբ քեզի գուքանք Դեր միապերան մեր սրդին շնորհակալությունները գայտնենք այս օրհնյալ առիթին համար եւ մեր վայելած բոլոր օրհնություններուն համար այո Դեր որքանալ փառք տանք դագավին քիչ է այնինչ որ թուն ըրած ես մեզի համար եւ գշարունակես անել մեր կյանքերու մեջ եւ միջոցով փառք ուտանք ու սկանչելի կորձերուտ համար քու բարի ծրագիրներուտ համար, որոնց մեջ կուզես, որ մենք ալ բաժին ունենանք։ Շնորհակալ ենք այս մեջ շնորհքին համար Դեր, որ մեզի հասավ, երբ Դեր Հիսուսը միածին որդիդ աշխարհ գրգեցիր եւ Դեր անոր միջոցով մեզի կյանք շնորհեցիր։ Ոչ թե միայն հավիտենական կյանք, այլ նաեւ հոս ավելի կյանք, ուրախ կյանք, խաղաղ կյանք։ Շնորհակալ ենք Դեր որ մենք քու մեջդ գադարյալ խաղաղություն գվայելենք եւ ապահովենք։ Այո աշխարհի մեջ նեղություններ կան, դժվարություններ կան, դխուր, բարականեր կան, անագնգալներ կան, բայց այդ բոլորի մեջ մենք Դեր քեզմով կբարձենանք եւ մեր սրտերը խաղաղ են, որովհետեւ դու մեր կյանքերու մեջն ես, կթակավորես մեր սրտերուն վրա։ Շնորհակալ ենք Դեր, շնորհակալ ենք։ Գաղութեմ, որ այս պաշտամունքը ցերկերուտ մեջ առնես, գարավարես, սկիզբեն մինչև վերջ, մեր ներսիտին խոսքդ կործե, ըլլա որ Դեր բդղապեր կյանքեր ունենանք, միջ խոսքդ գլսենք եւ դեղ գտնե մեր սրտերու մեջ բդուղ փերը քու փառքիդ համար եւ Դեր մենք ալ Դեր ուրախալանք եւ Դեր քեզի փառք փերող զավակներ դառնանք Շնորհակալ ենք խոսքիդ համար, շնորհակալ ենք խոստումներուդ համար։ Այո Դեր, այս պահուս ամեն բանի համար փառք ուտանք քեզի եւ գաղութենք, որ ընդունիս մեր պաշտամունքը, ըլլա որ հոգիով եւ ճշմարտությունով քեզ պաշտենք, բարբես մեր մտքերը ամեն տեսակի սպառնալիքները եւ Դեր գետրոնացնես քու խոսքիդ վրա, որբեսի օրհնված, շինված, քաչալերված մխիթարված մեր դուները վերաթարնանք։ Մեր հիվանդներուն համար գաղութենք իրենց անուններով ով Դեր, որոնք անգողինի գծարայեն, զանազան ցավեր ունին, գխնդրենք, որ բոլորին դու ողորմիս եւ Դեր քու հրաշքդ գադարես։ Մեր հայրենիքին ալ Դեր, այցելես, մեր ժողովուրդը այցելես, ողորմիս եւ այս վերջին օրերու մեջ արտնություն մեջտեղ բերես, որբեսի Դեր քեզի դառնանք լիովին ամփոփչության բոլոր սրտով ոչ թե շրթներով քեզ բաշտենք եւ մեր սիրտը մեղքին վրա ըլլա հաբա Դեր քու հոգիդ կործե առաջ որ թունքաս մեր սիրտերը քու վրա կետրոնանան եւ Դեր այսպես մեր շուրջը գտնվող ժողովուրդներուն ավետարանի բարի լուրը դարածենք Հիսուսյանով գխնդրենք այս բոլորը անարժանապար ամեն Ամեն Փարապանենք Դերը երկելով 635-րդ երգը Մի փնտրեր երբեք մեծություն կործելու
Այլանգյունիտ մեջ աղտարին գործերով տես, լուսավոր է հոն ու որ ես, լուսավոր է հոն ու որ ես, լուսավոր է հոն ու որ ես, միգուցե հեռում եք առաջնորդ է սրդով ես, լուսավոր է հոն Որքան ամբոդած սրդեր կան գարոդորնության անցրմի լարցություն ճամփան Հոգ չէ սիրտը հեկ ուրախացում զայն կործում ես լուսավոր է ու ես լուսավոր է որ ես լուսավոր է Դաղաններով միշտ օգտակար եղիր լքյալին, ծոլացուր լույս արդվանասլին, դուր գենացած են ալանոթին սրդով ես, լուսավոր է ու որ ես, լուսավոր է ու որ ես, լուսավոր է որ ես, միգուցե հեռում եք առաջնորդ է սրդով ես, լուսավոր է որ ես։ Դեր շնորհ է, որ ամեն մեկս կարենանք լույս մալալ դերոջը համար, այն շրջանակներն ներս, որ դերը զեդեղած է մեզ մե ամեն մեկը։ Մեր փարապանությունը շարունակենք երգելով 430-րդ երգը մեղքերով երբ էի մեռած Մեղքերով երբ էի մեռած սիրտցան մեջը մութի իր խոսքով լույս տվավ Աստված արդ մեջ Քրիստոս կապրի մեջ կապրի Քրիստոս մեջ կապրի Քրիստոս Christ.
երբ կվգայենք, թե մեր մեջ Քրիստոս կաբրի, մարդիկ պիտի տեսնեն և ճանչնան մեզ մեր գործերեն և մեր վարմունքեն։ Մեր վերջին փառաբանությունը պիտի լա 698-րդ երգը, որ մեր դո ժամանակը հայտարարություններուն և ապա նվերներուն պիտի հատկացնենք։ 698-ը Սրդիս մեջ կա անուշ երգ մայսօր։ Սրդիս մեջ կա անուշ երգ մայսօր, ուրախ կառնեմ իմ քայլերս բոլոր, կդած եմ մի բարեկամ, որ առանց ինչը մնամ, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր, այս է երկս կյանքիս օրերը բոլոր, չարեն ինչու ալվախնամ, դերն ինձի մոտ երբ գիտնամ, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր։ Վստահությամբ ես հիմա գերքեմ, իր ճամփաներն արդար են գիտեմ, ալ ես մինակ չեմ կալեր, զիդեն կյանքիս ընկեր, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր, այս է երկս կյանքիս օրերը բոլոր, չարեն ինչու ալվախնամ, դերն ինձի մոտ երբ գիտնամ, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր։ Իր շնորհքով պիտի հաղթանակ շահիմ, իր զորությամբ հաստատուն գայնիմ, փորձություն կերպ արձակին, փրկին անվան փախտվին, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր, այս է երկս կյանքիս օրերը բոլոր, չարեն ինչու ալվախնամ, դերն ինձի մոտ երբ գիտնամ, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր։ Սիրելներ, որքան որ նեղություններ, դժվարություններ, անհանգստություններ ունենանք, մեկ բան լավ գիտնանք, որ Տերը մեզի հետ է ամեն օր եւ ոչ թե միայն ամեն օր, այլ մինչև մեր վերջին շունչը խոստացած է մեզի հետ լալ։ Amen.
Շնորհակալ ենք Տեր օրհնե յուրաքանչյուրդ Աստծո խոսքեն պիտի գարտամ 100-րդ Սաղմոսացեն 1-13 համարները Սաղմոս 103 1-13 Ով իմանցս օրհնե դերը ու այն ամենը, որ իմ ներսիտիս է անոր սուրբ անունը, ով իմանցս օրհնե դերը և անոր բոլոր բարերարությունները մի մոռնար, որ գքավե բոլոր անօրենություններդ ու գբժշկե քու բոլոր հիվանդություններդ, որ գփրկե քու կյանքդ ապագանութենե և գբսագե քեզ ողորմությունով ու կթությունով, որ գլեցնե քու ձերությունդ բարությունով ու քու մանկությունդ արձիվին պես կնորոգվի, դեր արդարություններ ու իրավունքներ գնե բոլոր զրկվածներուն, անիգա իր ջամփաները Մովսեսի ջանցուց ու իր կործերը Իսրայելի որդիներուն, բարեկուտ ու ողորմած է դերը, երկայնամիտ ու առատ ողորմությունով, անիգա մինչև վերջը չհագարագիր և հավիտյան ողջ չբահեր, անիգա մեր մեղքերուն համեմատ չրավ մեզի, ու մեր անօրենություններուն համեմատ հատուցում չրավ մեզի, հապա որչափ որ երկինք երկրե բարձր է, այնչափ իր ողորմությունը իր մե վաղցողներուն վրա զորավոր է, որչափ որ արևելքը արևմուտքեն հեռու է, այնչափ հեռացուց մեզ մեր հանցանքները, ինչպես հայրը գկթա իր որդիներուն վրա, այնպես դերը գկթա իր մե վաղցողներուն վրա, թող Տեր օրհնե իր խոսքին ընթերցանությունը, նյութս պիրելլա, ով իմ անցս օրհնե դերը, այսինքն ով իմ անցս փարավոր է դերը, Այս առավոտ մենք Դավիթին հետ բոլոր սրտով գսենք, ով իմ անցս փարավոր է դերը և անոր բոլոր բարերարությունները մի մոռնար։ Քո ապանության դոնին արիթով գարշե այս խոսքերուն վրա գետրոնալալ բահմը և դեսնել թե ինչպեսի ճշմարտություններ կան, որոնք մեզի վերագրելի են։ Այս խոսքերը ցույց կտա մեգումը ներսիտին կամ ներսի աշխարհի մեջ դիրող վիճակը։ Հագարականոր որ Դավիթ դժվար բարականերու մեջ է գանցներ, անցած էր եւ գանցներ, ըլլա ֆիզիկական, ըլլա հոգեգան։ Անոնք որոնք գիտեն Դավիթին պատմությունը նշմարելի է, որ ինչ նեղություններ գրեց։ Այսօր հետ մեկտեղ գսե, անոր բարերարությունները մի մոռնար, ով իմանցս փարավոր է դերը։ Այս Սաղմոսը գսկսի, ով իմանցս օրհնե դերը և գվերջացնե օրհնե դերը ով իմանցս խոսքերով։ Փարապանության և շնորհակալության Սաղմոս մնե այս Սաղմոսը։ Եվ ով իմանցս օրհնե դերը ըսելով, ամեն բան առաջ կնշմարեք, որ Դավիթ ընտրություն կատարած էր և որոշած էր դերը փարավորել, ինչպես ասինք, օրհնե դերը ով իմանցս կնշանակե փարավոր է դերը, փարավոր է։ Ուրեմն այս ընտրությունը ըրած էր հագարակ դիրող վիճակներուն, հագարակ այդ դխուր բարականերուն, անհաճելի բարականերու մեջ որ գտնվեր, ինք որոշած էր դերը փարավորել։ Սակայն հարցում մգծակի, երբեք խորհած եք ինչպես դերը կփարավորենք, կամ ինչպես դերը կփարավորվի, ինչպես, և ավելին գա, որոնց առջև կփարավորվի,
Հիմա մենք դերը պիտի փառավորենք։ Որոնց արչև։ Արդյոք եկեղեցիներու մեջ երբ մարդիկ Փառք Հիսուսի գսեն դերը փառավորած կլան։ Աստված կփառավորվի սիրելներ մեր գենցաղին մեջ եւ միջոցով։ Երբ կհոժարինք անոր գամքը գադարվի մեր կյանքերու մեջ։ Աստված կփառավորվի։ Այդպես ալ չենք աղոթեր հայր մեր դերունական աղոթքի մեջ։ Քո գամքը դլա ինչպես երկինքը նույնպես ալ երկրի վրա ոչ թե դարբեր մարդոց իմ կյանքիս վրա քո գամքը դլա։ Երբ կհոժարինք անոր ուզածը գադարելու եւ սել հայր փառավորվե իմ կյանքիս մեջ այն ադեն իրապես ցայմը պիտի լսես խղճիտ մեջ որ գսե փառավորեցիալ եւ պիտի փառավորեմ ով այսպեսի աղոթք մատուցանեց մարդացյալ Հիսուս հայր փառավորե ու որդիդ եւ ցայն ամբիչապես եկավ երբ որ մենք Աստծո կամքը գադարենք դերը պիտի փառավորվի որոնց արչև կփառավորվի խորած եք արդյոք այս ուղղությամբ Աստված որոնց արչև կփառավորվի որտեւ երբ որ մեկը կփառավորես հոս երկրի վրա մարդիկ ինչպես կփառավորեն անձերը ինչպես մարդոց ներկայությամբ մեկումը կփառավորեն կպատվեն եւ անոր լավ առաքինությունները կհիշեն ուրեմն մենք զասված կփառավորենք բոլոր երկրավոր ու երկնավոր զորություններուն արչև եւ իր եկեղեցի մեջ այդպեսով դերը կփառավորենք անշուշտ այս ընդրությունը ընելուն համար Դավիթ թրթապատճառներ ուներ եւ շատ պատճառներ ուներ Դավիթ անկասկած ամեն բան առաջ Դավիթ միշտ գիշեր ինչպես Եհովա Աստվածը իրենց ժողովրդին մեջ հրաշներ կատարած էր գիտեր պատմությունը իրենց հայրերուն ճաշտած Աստծո մասին լավ դեղյակ էր ան իր հզոր փազուկներով քերբնական հրաշներով իր ժողովուրդը Եգիպտոսեն դուրս հանած էր ոչ թե միայն լսած էր անցյալին կատարված հրաշները գործեր եւ շնորհակալություն գայքներ հաբա նաեւ ինք անցամբ իր հայրերուն հավատքի մեջ կգալեր անցամբ գենթանի Աստուծո հետ փորձառություններ ուներ Դավիթալ գվայելեր Աստուծո օրհնությունները իր կյանքի մեջ ոչ թե միայն անցյալով կբարձենար ինչպես այսօր շատ էր անցյալով կբարձենան մեր հայրերուն հավատքը մեր հայրերը եւ այլն այնպես որ կբարձենա միջ ներգած սակայն դխուր է ցավալի է այս բարակային մեջ կգտնվեն նաեւ կամ այս վիճակի մեջ փարիսեցիները անցյալով կբարձենային մենք հայր Աբրահամի որդիներն ենք մենք լավագույն ժողովուրդն ենք Աստծո ժողովուրդն ենք սակայն Հիսուսի ժամանակ անգել նաև առաջ անոնց վիճակը շատ դխուր էր եւ փարած դերը խաչեցին Դավիթ անցյալի պատմություններով չեր բարձենար միայն այլ ներգան Գաբրիել ճշմարիտ հավատքով Աստծո խոստումներուն գարչած ինչպես անցյալին կգարչեր միշտ բոլոր բարականերում մեջ Դանիելի նման երբ ամեն բան լավ էր դերը կփառավորեր գաղոթեր կբաշտեր երբ նեղության մատնվեցավ դուրս դժվարության դարձյալ շարունակեց պատուանները բացավ եւ իր ցայնը բարձրացուց առասպած այո խոստումներուն գարչած էր իր բոլոր սաղմոսացները թե գարտանք դասնյակ անգամներ գսե դերը բարի է թուն իմ ամրոցս ես իմ աբավենս ես
իմ զորությունս ես, իմ հույսս և լույսս տուն ես, ես որ մե պիտի վախտամ։ Եվ հոսքս է, ով իմանցս օրհնե դերը, և անոր բոլոր բարերարությունները մի մոռնար։ Շնորհակալություն գայտնե իր անձնական կյանքի մեջ վայելած ֆիզիկական և հոգևոր բարիքներուն համար։ Ով իմ անձս, անձս բարը Սուրբ Գրայի լեզվով հոգի կնշանակե։ Ով իմ հոգիս, ինչ է հոգին, այն հոգևոր ընդունակություններն են, որոնցով Տերոջի հետ կհաղորդակցենք։ Մեր միտքը, մեր խիղճը, մեր կամքը, մեր զգացումները և նաև մեր խոսքերը։ Անձը հոգին է։ Հիսուս ըսավ կգարտանք, ինչ կշահի մարդ, եթե բոլոր աշխարհը շահի և իր անձը գործընծնե։ Պողոս առաքյալ գսե, քանզի վկա է ինձ Աստված, որ ես կպաշտեմ իմ անձովս, իմ հոգովս, անոր որդին ավետարանի մեջ, Հռոմայեցիս 1:9։ Պողոս առաքյալ գսե, շատ անգամներ, որ իմ անձովս ոչ թե միայն դերը կպաշտեմ, հապա նաև անոր կծառայեմ։ Այսինքն Պողոս առաքյալ իր անձը հնազանդեցուցած էր Աստուծո, ուզային կպաշտեր բոլոր հոգիով և ավետարանը քարոզելով։ Նույն նամակի մեջ Հռոմայեցոս 10-րդ գլուխի մեջ գսե, անձերնիդ Աստուծո ընծայեցեք։ Մեր միտքը, կամքը, ինչպես որսի, մեր խիղճը, մեր հոգին դրամատրենք և այսպես մենք ալ ըսենք, ով իմ անձս, փառավոր է դեր, փառավոր է, մեծար է։ Դերը փառավորելը միայն խոսքերու արդասանություններ չեն, հապա կյանք է, կյանք է։ Կյանքով դերը կփառավորենք։ Զարմանալի Դավիթի ներսիթի մեջ կործող հոգին նոր գդագարանի առաքյալները ներշնչեցին ու անոնք քրեցին, ուսուցանեցին, թե ինչպես կրնանք դերը փառաբանել։ Եվ Փափակս է, որ Դավիթի այս խոսքերուն իմաստը հասկանանք և տեսնել Դավիթի քոհաբանության հոգին և հարց տանք մենքս մեզ, որ մենք այս գլիմայի մեջ կգտնվենք, շնորհակալություն կհայտնենք այս երկու օրերու մեջ ընդհանուր բոլոր Կանադայի ժողովուրդը քոհաբանական դոմ մնե։ Հարց տանք, մենք կրնանք Դավիթի պես ըսել, ով իմ անձս, փառավոր է դեր։ Եթե Դավիթ գրծավ ըսել այդ նեղություններու մեջ, դժվար բարականերու մեջ, մենք կրնանք ըսել, անշուշտ կրնանք ըսել, ոչ թե կրնանք ըսել, մեր շահը կբան չէ, որ դերը փառավորենք, կբան չէ։ Մարդոց ըմբռնումը դերը փառավորելու մեջ շնորհակալություն հայտնել հետևյալ ըմբռնում ունին։ Եվ ասիկա սխալ չէ, բայց միայն այս չէ։ Շնորհակալություն հայտնել մեզի բարգեւած առողջության համար, փառք տալ, շնորհակալություն հայտնել երկրին համար, հրթիռներ չեն ինար, կամ մեզ չեն հալածեր, շնորհակալություն հայտնել, շնորհակալություն հայտնել օդին համար, բարեբախտաբար կառավարությունը բիլ չի ղրգեր, չսեր նայր տուն օրական, քանի ժամ գշնչես, այսօր համար պետք է վճարես, փառք Աստծո, օդը ծրի է, շնորհակալություն հայտնել օդին, ջուրին համար, մեր աշխարհին համար։ Եվ նաև մարդոց ըմբռնում այն է, որ շնորհակալություն հայտնել այն աղբյուրներուն համար, ուր թրամ գոհոսի է մեր կրբանները գլեցնեն։ Շնորհակալություն հայտնել հուսական աշխարհին համար,
հագարականոր որ քեմիկալներով գսունուցավի վնաս չունի շնորհակալություն գայտնենք մի քանի անգամներ ալգաոտենք եւ դերը գսրփե շնորհակալություն հայտնել այնպես որ շատ բաներով համար շնորհակալություն գայտնեն մարդիկ կա միջև իսկ իրենց շունին եւ գադույն համար շնորհակալություն գայտնեն Փառք Աստուծո որ առանցի չեմ սկար Աստված գադումը ղրգած է այնպես որ լավ ընկեր մնե մդերին բարեկամ մնե եւ այլն եւ այլն եւ այս օրերս այնպեսի օրերու մեջ գաբրին շատ երկիրներու մեջ Եվրոպայի չեմ գիտեր թե հոսալ գա կամ բիդլա հadouk օր բգա մարդիկ իրենց շուները գադուները եկեղեցի գտանի որ օրհնե գրոնավոր Աստծո գոմե շնորհակալություն գայտնեն անասուններուն համար հիշյալ բոլոր բաներուն համար շնորհակալություն հայտնելը լավ է շունեն գադուեն զատ ամեն բանի համար օտին համար ճուրին համար գերագուրին համար փառք տալ հիանալի է սակայն ոչ միայն այս բաներուն համար գարտացված հատվածի մեջ գարտացինք հոս ուրիշ պատճառներ գիշե Դավիթ որոնց համար դերը գփարավոր է շնորհակալություն գայտնի ով իմանցս օրհնե դերը փարավոր է դերը որպես քրիստոնյաներ Դավիթի հոգին ունենալու ենք նույն հոգին է Դավիթի ներսիտին կորձող Սուրբ հոգին թե վայնադեն ճշտոնապես Սուրբ հոգին իջած չէր ինչպես Պենտեկոստեի օրը իջավ սակայն Աստուծո հոգին իր ծառաներուն վրա գիչներ գահանչեր եւ իր կորձը կգադարեր Աստծո ծառան յետ կքաշվեր այնպես որ նույն հոգին որ Դավիթի մեջ կկորձեր մեր մեջնալ կկորձե եւ կարեւոր պատճառներ գեհիշերան եւ զաստված գործներ թվեմ այդ պատճառները առաջին նկատեցիք որ գկավե բոլոր անօրենությունները երրորդ համար որ գկավե բոլոր անօրենությունները հիանալի հրաշք մնաս հրաշքներուն հրաշքը Աստուծո շնորհակալություն հայտնել որովհետև մեր մեղքերը ներեց Քրիստոսով մեծ շնորհք է Գարշի հոս հիշեմ թե որտեղ Դավիթի վիճակը մեր առջևն է Դավիթ ինչպես կսկար անորաբար գուսեմ հիշել հին ուխտի եւ նոր ուխտի շրջաններու մեջ մեղքերու թողության դարբերությունը ցեզի ցույց տալու համար թե մենք որքան ավելի երանելի ենք Դավիթեն Եբրայեցվեց ուխտին հեղինակը կբացատրե այս դարբերությունը Գսե 14-ի մեջ վասնզի նոխազներուն ու ցուլերուն արյունը չգրնար մեղքերը վերցնել գսե վերցնել Հին ուխտի շրջանի Եբրայեցին իր մեղքերու թողության համար ոչխար մգբերեր եւ իր ցերկը ոչխարին վրա տնելով քահանան հadouk աղոթներով ոչխարը գմորթվեր Եբրայեցին մեղքեր ոչխարին վրա գանցներ Եվ ոչխարը Եբրայեցին մեղքերը գրելով իր վրա գմերնի եւ Եբրայեցին ազատ կարձակվի Ուրեմն մեկ կողմ գտրվի Մեղքերը մեկ կողմ գտրվի Փնակիրը գսե փարամերի մեկ կողմ Եբրայեցի մեղքերը մեկ կողմ գտրվի Իսկ Շարունակելով բացատրությունը 18-րդ համարի մեջ գսե Իսկ ուր ասոնց թողություն գա ալ մեղքի բադարակ բեք չէ Հիսուսի գադարած փուն զոհը եկավ եւ այդ բացատրությունը Եբրայեցիս 10-րդ գլխի մեջ եւ գսե որտեւ Հիսուս մեռավ ալ թողություն գա եւ փնակիրը գսե աֆիսի որ գնշանագե սրբել, գնշանագե անմեղ սեբել և նաև գնշանագե ազատ արձակել։ Եթե Դավիթ իր մեղքերը մեկ կողմ թրվելուն համար դերը գործն է, գփարավոր է, որքան ավելի մենք Քրիստոսի արյունով
մեր մեղքերը սրբվեցան, որքան փառք պետք է տանք։ Շնորհակալություն հայտնելու ենք։ Ոչ թե մեկ կոնտրվեցավ։ Աստված քու կործած մեղքերդ երբեք մարդոց ըրածին պես երեսիդ չի զարդել։ Երբեք։ Մարդիկ չեն մոռնար։ Վայ քեզի եթե մարդոց ցերքի ինաս։ Երեսիդ կզարդեն։ 20-25 տարի առաջ ինչ փամբը ըրած է սխալ եւ հագարակ որ ներողություն ալսած ես երեսիդ կզարդեն։ Եղբայր, վերջացավ այլևս անի կոծվեցավ, այո, բայց գիշեր չէ, թոնի չրեր ինձի, չի մորնար։ Մեկկոն թրած է, և որ արիթը ներգայնա, երեսիտ կզարն է, գիշեր չէ, ինչ չրիր, դերը պայց այդպես չկավ։ Սրպեց, ալ չհիշեր։ Բոլոր մեղքերդ գները բայմանա, որ խոնարիս և անգեն ներողություն խտրես։ Երկրորդ պատճառը, որ Դավիթ շնորհակալություն հայտնի, երրորդ համարին երկրորդ բաժինի մեջն է։ Գսե, որ գպժշկե քու բոլոր հիվանդություններդ։ Քու բոլոր հիվանդություններդ։ Դերը ոչ միայն փրկիչ է, այլ նաև ըսկանչելի բժիշկ է։ Անանցյալին Երուսաղեմի փողոցներում մեջ մինչ գծարայեր, գկալեր, ինչ հիվանդություններով մարդիկ իրար չևը գուկային գպժշկեր, բոլոր հիվանդները գպժշկեր։ Ներգայիսալ Հիսուսի անով բժշկություններ դեղի գունենան և մենք ասոր համար աստուծո փառք կուտանք։ Թշպախտապար հոս է մարդ հարարածը զարմանալի։ Ինչպես անցյալի ներգայիսալ մարդիկ աստծո գոմե բժշկություններ գստանան, սակայն քիչեր շնորհակալություն գայտնեն։ Գիշեք 10 փորոտները։ Բոլորն ալ բժշկվեցան, մեկը դարձավ շնորհակալություն հայտնեց։ Երրորդ պատճառը, որ Դավիթ շնորհակալություն գայտնե, չորրորդ համարի մեջն է, որ գփրկե քու կյանքդ ապագանութեն է։ Թեր ինչ կուզես։ Կյանքդ ապագանութեն է գփրկե։ Այնիչ որ Հիսուս խաչին մահովը ըրավ այսեր։ Մարդը ապագանութեն է փրկել։ Իր կյանքը մեզի տվավ, որ մեզ ապագանութեն է փրկե։ Մարդը առանց վերստին ծնունդի ապագանության գերտա։ Սակայն երբ Աստուծո անապագանացու խոսքովը վերստին ծնունդ կունենա, այն ադեն մարմինը կապագանի, բայց հոգին կյանք կստանա։ Անոր հոգին փրկված է ապագանութեն է։ Դավիթ կսե, որ կփրկե քու կյանքդ ապագանութեն։ Ոչ քու մարմինդ, մարմինը պիտի ապագանի, փախուս չի գա։ Քու կյանքդ կփրկե, հոգիդ կփրկե։ Հսկանչելի կերպով քու ողորմությունները ցուցուրթում, որ քեզի հուսացողները աչ ցերկովդ գազադես կսե 17-րդ Սամոսացի մեջ։ Ուրիշ տեղ մը կսե քու ողորմությունը մեծ եղավ իմ վրաս 86-13։ Քու ողորմությունովդ պիտի ցնծամ եւ ուրախ լամ կսե Դավիթ 31-7։ Բոլորսալ գվգայենք, բոլորսալ, եթե ուզենք, մեր մանգութեն է մինչև այսօր թե որքան մեծ էր Աստուծո ողորմությունը, մեծ։ Ուզես հիշել քո անցյալի օրերդ, կնա մանգության օրերդ, երբ բադանի էիր, հիշե այն վիճակները, որում մեջ կգտնվեր, երբ երդասարդ եղար, հիշե ինչ բարակաները անցան, Տերևս դերը քեզի մահեն ազատեց, ես երբեք չեմ մոռնար 4 անգամ մահեն ազատեց։ Հիշե երբ ընտանիք կազմեցիր, ինչ վիճակներում մեջ անցար, Աստված իր ողորմությունով միջամտեց։ Այսօր այդ մեկտեղ սակայն մարդիկ տագավին ապերախտ են, ապերախտ, գքանքադին, գքանքա։ Ամեն ինչ ունին գքանքադին։
Ինչ կուզես։ Շնորհակալություն հայտնի։ Փառք տուր Աստծուն։ Ինչ որ ես դիկնոջդ համար, զավակներուդ համար, դունին համար, ինչ որ ես կորձիդ համար, առողջությանդ համար, գփավե որ ոտքի ես, գքալես։ Շնորհակալություն հայտնի։ Այնպես որ ինչ ըրած է Աստված կամ ինչ գնե Աստված մեզ համար, ասի կարևոր է գիտնալ, բայց նաև մեր թիրքը անոր առջև։ Ինչը շնորհակալության հոգիով լեցված ենք, այնպես որ այն օդարասկիա 10 փորոտներու մեջ են 10 բժշկվեցավ, մեկը օդարասկի է, վերադարձավ, Հիսուսը դուք ցեզի կացեք քահանային ցեցուցեք, ամենը երթային, մեկը անդրադարձավ, որ ես բժշկված եմ, ինչ գործ ունեմ, եկավ իդ շնորհակալություն հայտնելու, մույս ինը ուր են ըսավ Հիսուս, ուր են մույս ինը, այսօր դերը քեզի ալգսե ուր ես, ամոթ է, չի վայել էր քեզի, քանքատ, ուր ես, հիշե իմ դված փարիկներս, օրհնություններս, ձնաձորետ միջև այսօր, հիշե, շնորհակալություն հայտնի, սորվինք Դավիթին պես, այնպես որ Դավիթ ուրիշ շատ պատճառներ ուներ, որոնց համար գսե ով իմանցս փարավոր է դեր, Թրուցիկի մեջ պատմություն բգարտացի, օրմը հավատացյալի մեկը երազ գտեսնե, երազի մեջ ինքզինքը մեծ սենյակի մեջ գտեսնե, երգիկ գերտա և ուն մեծ սենյակի մեջ ինքզինքը գտեսնե, որ բավական կործունյա էր այդ սենյակը, բավական հրեշտակներ կործի վրա էին, հարցուց, ինչու համար այս սենյակը շատ սպաղ է, այս սենյակը գսե շատ սպաղ է, որտև երգրե երգիկ պարստացող խնդրանքներով գսպաղի, այնքան որ շատ են խնդրանքները գսպաղին։ Երկրորդ սենյակ մնալ դարավ հրեշտակը, հարցուց հոս ինչ կա, հոսալ գսե երգրեն խնդրանքները պատասխանելու համար գաշխատին, որպեսզի պատասխանը ղրգեն։ Իսկ երրորդ սենյակ մնալ գտանի հրեշտակը, մեծ սենյակը, որ միայն երկու հրեշտակներ նստած էին, ցերկերնին ձալած, գսե ասոնք կործունյա չեն, գսե ասոնք գսպաղվին երգրեն, երգիկ պարստացող շնորհակալության աղոթներով եւ ինչպես կտեսնես շնորհակալություն հայտնող չկա այս է մարտարարածը թերևս ասիգա մանուկներու պատմությունը գսեպի բայց ավելի խորոք ճշմարտություն բգա կողնակ սրդով շնորհակալության աղոթներ չեն բարձրանար ամեն բան գա, ամեն բան ունին։ Այնպես որ փարիկներ գվայելեն, շնորհակալություն գայտնեն, օդին համար, ջուրին համար, ջաշին համար, ասոր անոր համար, բայց փառք չեն դար այն փարիկներուն համար եւ գմորնան անցյալը, ներգային համար փառք չեն դար։ Մենք քրիստոնյաներս ավելի պետք է ընենք։ Այս շնորհակալությունները, որոնք մարդիկ կհավաքվին սեղաններու շուրջ, լավ է, սխալ չէ, հիանալի է, քոնե, անաբաշխարներ նույնիսկ թերևս սաղմոսած, մգարդասանեն Thanksgiving-ի արիթով սեղանի շուրջ, բայց մենք ավելին ունենք, փրկություն ունենք, Քրիստոսի սերը ջաշակած ենք, անոր շնորհքը հասկացած ենք, այնպես որ անոր որդիներ ըլլալու շնորհքը ունենք, մեր հոգիներուն փրկությունը վստահ ենք անոր հետ հաղորդակցելու շնորհքը ունենք, հավիդյանս անոր հետ ապրելու շնորհքը ունենք, ան չսավ ուր եմ ես տուգալ հոմ պիտի ըլնակ,
Երանի թե ամեն առավոտուն, երբ աչքերդ կփակես, այս համարը ասե, այս նախատասությունը ասե, ով իմանցս, փարավոր է դերը, և անոր բոլոր փարիքները մի մորնան։ Գուզես այս առավոտ ուխտդ նորոգել և ասել խոստանալ ով դեր, ես այլևս պիտի չքանքատիմ։ Ամեն արդու, երբ աչքերս փանամ, այս աղոտ կպիտանեմ քեզ։ Երանի թե այո ասես, խոստանաս և ուխտնես Աստուծո հետ, որ այլևս ամեն բանի համար շնորհակալություն պիտի հայտնեմ։ Դերը ցեզ արադապես օրհնե իր փառքին համար։ Ամեն։ Շնորհակալ ենք Տերոջմեն, որ մեր կյանքին մինչև այս բահը մեզի օրհնեց, հայթայթեց, զորացուց կյանք տվավ։ Փառավոր ենք Տերը իր գադարած մեծ փոխանորդական զոհողության համար։ Քանի այս աշխարհի մեջ կաբրինք, ամեն օր փառավորենք զինք եւ վարժեցնենք մեր անձերը զինք փառավորելու։ Քանի ամբողջ հավիտենականությունը փառավորությունով պիտի անցնենք։ Պիտի վերջացնենք երկելով 110-րդ երգին առաջին, երկրորդ եւ չորրորդ տուները, երրորդ տունը զանց պիտի անենք։ Չորրորդ տունը ոտքի պիտի երգենք եւ հովիվի նաոտքով պիտի փակենք։ Երկյանքի ծովում վրա մոտոր գահույս, խորիս է այլևս մռած է ամեն հույս, թվե մի արմիկ ու մեծ օրհնություններ, որ հիանասին չեր ըռած է քեզ դեր, թվե մի արմի օրհնություններ, որ տեսնես թե ինչ ըռած է Չար հոգեր ու մեծ ծանրապեր, թե խաչին լուծը գրել են ես ըմջեր, թվե մի արմի օրհնություններ բոլոր, որ կյանք տլա երբ մզվարդ ամեն օր, թվե մի արմի օրհնություններ, որ տեսնես թե ինչ ըռած է Մի վհադիր փորձությանց մեջ մեծ վզդիկ, զիդերն ամենում վրա է աստեցիկ, թվե մի արմի փարիքներ պրեշտակներ, մինչև ճամպուտ վաղճան քեզ ենքաչաներ, թվե մի արմի օրհնություններ, որ տեսնես Այո դեր թուն բարյաց աղբյուրը եղող Աստված ես, մեզ օրհնած ես շատ մեծ բարիքներով, օրհնություններով, մեր կյանքը մինչև հոս փերած ես, բայց մենք դեր աբերախտ կգտնվենք, ները մեզի դեր, որ շնորհակալություն հայտնելը կբորդանք, օգնե մեզի, որ միշտ հիշենք քու բարիքներդ եւ քոհունակ սիրտով քեզ հետ քալենք։ Այս խորհրդածությունները դեր մեր սրտերում մեջ կընկես եւ լավ որ
մեր կյանքերուն համար հոգի եւ կյանքը լան։ Արցակես մեզ քու խաղաղությամբ, բարքիդ համար կխնդրենք։ Ամեն։